Բարև։ Պատկերացրեք ներկ, որը չորանում է 5 րոպեում ու դրա հետ մեկտեղ ավելի լավ տեսք ունի, քան սովորական ներկը։ Սա հնչում է որպես արդյունաբերական օրենքների խախտում, սակայն հենց սրանով է սկսվում մեր պատմությունը։ Արդյունաբերության մեջ գոյություն ունի չգրված օրենք։ Եթե ինչ-որ պրոցես դարձել է ավելի արագ, ուրեմն ինչ-որտեղ այն վատացել է, հատկապես քիմիայում։ Այդպիսի կոմպրոմիսի դասական օրինակ են ավտոմեքենաների ներկերը։ Որքան արագ են դրանք չորանում, այնքան շատ խոտաններ են հայտնվում մակերեսին, շագրեն, պղտորություն, փայլի անհավասար բաշխում։ Արտադրողները տասնամյակներ շարունակ հավասարակշռում են չորանալու արագությունն ու որակը, համարելով, որ այլ կերպ պարզապես չի լինում։ Մինչև խնդրին չի միջամտել արհեստական բանականությունը։ Ինտերնետի պատճառով ստեղծվել է տպավորություն, թե արհեստական բանականությունը միայն նկարների, տեքստերի կամ կատակների գեներատոր է, երբեմն զվարճալի, երբեմն էլ սարսափելի, բայց կա նաև մեկ այլ պակաս նկատելի արհեստական բանականություն, որն աշխատում է ոչ թե էֆեկտի, այլ արդյունքի համար։ Արհեստական բանականության հենց այս տեսակն է, որ ավելի ու ավելի հաճախ է հայտնվում արդյունաբերության մեջ, որտեղ մոտավորապես եւ աչքաչափովը չեն աշխատում, իսկ սխալները միլիոններ արժեն։ Wall Street Journal-ը պատմություն է հրապարակել աշխարհի խոշորագույն ներկեր արտադրողներից մեկի PPG ընկերության մասին։ Ընկերությունը որոշել է ստուգել արդյոք արհեստական բանականությունը կարող է անել այն, ինչ տարիներ շարունակ չեն կարողացել անել ընկերության լավագույն քիմիկոսները։ Սկզբում համակարգ են ներբեռնվել PPG-ի բոլոր արտադրանքների տվյալները, քիմիական կազմեր, հատկություններ, փորձարկումների արդյունքներ, բայց դա բավարար չէր։ Տվյալները համալրվել են նաև քիմիայի, ֆիզիկայի խիստ օրենքներով։ Սա շատ կարևոր է, խոսքը չի գնում չաթբոտի մասին, որը կռահում է կամ ուղղակի գեղեցիկ է ձևակերպում։ Այստեղ օգտագործվում է դետերմինիստիկ արհեստական բանականություն, համակարգ, որն իրավունք չունի առաջարկել լուծումներ, որոնք հակասում են բնության օրենքներին։ Ոչ մի երևակայություն, միայն այն, ինչ կարող է իրականում գոյություն ունենալ։ Ապա համակարգին տրվել է կոնկրետ խնդիր՝ հորինել արագ չորացող լահք ավտոմեքենաների թափքի համար, որը դրա հետ մեկտեղ չի կորցնի արտաքին որակը։ Մի քանի րոպե անց արհեստական բանականությունն առաջարկել է նյութերի այնպիսի համակցություն, որին PPG մասնագետները դժվար թե ինքնուրույն հասնեին, ոչ թե որովհետև նրանք բավարար խելացի չեն, այլ տարբերակների չափազանց շատ լինելու պատճառով։ Ավտոմեքենայի ներկի մեկ շերտը կարող է պարունակել ավելի քան 25 բաղադրիչ։ Հնարավոր համակցությունների թիվն այստեղ այնքան է, որ դրանք հերթով փորձարկելը ֆիզիկապես անհնար է, նույնիսկ մի քանի կյանքի ընթացքում։ Լաբորատոր փորձարկումները ցույց են տվել, արհեստական բանականության առաջարկած լուծումն աշխատում է։ Տաքացման դեպքում չորանալու ժամանակը կրճատվել է 30 րոպեից մինչև 5 րոպե ու առանց արտաքին տեսքի վատացման։ Արտադրանքը շուկա է դուրս եկել անցյալ գարնանը եւ արդեն օգտագործվում է արտադրության մեջ։ Կարևոր է ընդգծել, արհեստական բանականությունն այստեղ կախարդական փայտիկ չի հորինել։ Այն ուղղակի ուսումնասիրել է քիմիական բաղադրիչների տարբերակների տարածությունը, ուր մարդը գրեթե երբեք չի մտնում։ Երբեմն այդ լուծումները հակաինտուիտիվ են թվում։ Դրանք հակասում են մասնագիտական բնազդին, սակայն չեն հակասում քիմիային։ Իսկ վերջին հաշվով կարևորը հենց դա է։ PPG-ն միակ օրինակը չէ։ Խոշոր արդյունաբերական ընկերություններում նմանատիպ պատմություններն ավելի ու ավելի հաճախ են լինում։ Օրինակ, Procter & Gamble-ը արհեստական բանականությունն օգտագործում է լվացող միջոցների եւ գելերի նոր բուրմունքներ ստանալու համար։ Սա պարզապես հաճելի հոտի ընտրություն չէ։ Բուրմունքը պետք է լինի կայուն, չմտնի անցանկալի ռեակցիաների մեջ, պահպանվի լվացքից հետո եւ միևնույն ժամանակ դուր գա տարբեր մշակույթներ ներկայացնող մարդկանց։ Mars ընկերությունն արհեստական բանականության օգնությամբ վերամշակել է էքստրա մաստակի տարան։ Այն դարձել է ավելի բարակ, բայց չի կորցրել ամրությունը։ Արդյունքը մինուս 246 տոննա պլաստիկ ու մշակման ժամանակի կրճատում, գրեթե 40%-ով։ 3M ընկերությանն արհեստական բանականությունը օգնել է ստեղծել օպտիմալացված փոշի հեռացման փխկման սկավառակ, ավելի քիչ փոշի, մշակման ավելի բարձր որակ եւ ավելի անվտանգ աշխատանք մարդու համար։ 3M-ի տեխնիկական տնօրենը փոփոխությունը նկարագրել է շատ պարզ։ Նախկինում նա խորհրդակցում էր 3 փորձագետի հետ։ Հիմա նա ունի 4-րդը։ Միայն թե այս փորձագետը չի հոգնում, կապված չէ ընդունված լուծումներին եւ կարող է միաժամանակ հաշվի առնել հազարավոր պարամետրեր։ Կարևոր է նաեւ այն, ինչը չկա այս պատմություններում։ Չկան խոսակցություններ մարդկանց փոխարինելու կամ մեքենաների ապստամբության մասին։ Արհեստական բանականությունը չի չեղարկում քիմիկոսներին, ինժեներներին եւ տեխնոլոգներին։ Նա փոխում է լուծումների որոնման գործընթացը։ Մարդը ինչպես եւ նախկինում դնում է խնդիրը, ստուգում արդյունքները, պատասխանատվություն է կրում հետևանքների համար, բայց գաղափարից մինչև աշխատող արտադրանք ճանապարհը դառնում է ավելի կարճ։ Արդյունաբերությունը հազվադեպ է սիրում հնչեղ բառեր։ Այստեղ գնահատում են իրերը, որոնք կամ աշխատում են կամ ոչ, եւ եթե արհեստական բանականությունը ավելի ու ավելի հաճախ է հայտնվում հենց այսպիսի ոլորտներում, ուրեմն այն անցել է հիմնական փորձությունը, պրակտիկան։
Այս շաբաթվա գիտաֆանտաստիկ սերիալը Բաբելոն 5-ն է։ Այն սկսվում է ոչ թե տիեզերական ճակատամարտով, այլ գաղափարով։ 1990-ականներին տիեզերական սերիալների մեծ մասը գոյություն ուներ էպիզոդի խնդիր լուծում վերադարձ սկզբին բանաձևում։ Բաբելոն 5-ը շարժվեց այլ ճանապարհով։ Սերիալի հեղինակ Մայքլ Ստրաջինսկին հենց սկզբում հորինել է բոլոր 5 սեզոնների պատմությունը հստակ սյուժեով եւ ավարտով։ Այն ժամանակվա հեռուստատեսության համար սա գրեթե հեղափոխություն էր։ Իրադարձությունները տեղի են ունենում տիեզերակայանում, որը ստեղծված է որպես չեզոք տարածք եւ վերջին հույս խաղաղության համար։ Այստեղ հանդիպում են տասնյակ տիեզերական ռասաներ, դիվանագետներ, զինվորականներ, վաճառականներ ու անգամ ֆանատիկներ։ Ֆորմալ առումով սա բանակցությունների վայր է։ Իրականում սա կետ է, որտեղ բախվում են կայսրություններ, գաղափարախոսություններ եւ անձնական հավակնություններ։ Սերիալի հիմնական առանձնահատկությունը ժամանակի նկատմամբ վերաբերմունքն է։ Գրեթե ամեն ինչ ունի հետևանքներ։ Առաջին սեզոնում հնչեցված արտահայտությունները կարող են փոխել դեպքերի ընթացքը երրորդում։ Կերպարները սխալվում են, ընտրություն են կատարում եւ վճարում դրա համար։ Երբեմն շատ թանկ։ Հատուկ տեղ է զբաղեցնում քաղաքականությունը։ Բաբելոն 5-ը ցույց է տալիս, թե ինչպես է վախն աստիճանաբար խարխլում ազատությունը, ինչպես կարող է ժողովրդավարությունը տեղը զիջել ավտորիտարիզմին։ Միևնույն ժամանակ սերիալը խուսափում է պարզ պատասխաններից։ Այստեղ չկան բացարձակ բարիք եւ չարիք, նույնիսկ հնագույն հզոր քաղաքակրթությունները կրում են բավականին ճանաչելի գաղափարներ։ Վերահսկողություն, գերազանցություն, վախ փոփոխությունների նկատմամբ, ով է ճիշտ հարցը զիջում է, ինչ հետևանքներ կունենա դա հարցին։ Բաբելոն 5-ը դարձավ առաջին սերիալներից մեկը, որը վստահում էր հանդիսատեսին, ամեն ինչ անմիջապես չէր բացատրում եւ չէր վախենում պատասխանատվության, հավատի, կոմպրոմիսի, գնի բարդ թեմաներից։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։